Խորիզը Մասիսի հենց մեր կենտրոնն է, էլի ոնց որ Գաթայի խորիզն է։ Քաղցր համեմատությունը Հայկը միշտ անում է, երբ պետք է նկարագրի իրենց քաղաքի նոր կենտրոնը։ Եթե չլիներ կենտրոնը, այս մեծ ընտանիքն էլ չէր լինի, ասում է նա ու անկեղծանում։ Բոլորը այստեղ վստահում են իրար, ծառայում մեկ ընդհանուր գաղափարի։ Մենք շատ ենք կարևորում քաղաքի բնակչության, հատկապես երիտասարդության ներգրավվածությունը process-ում։ Հանրապետության նախագահին ծանոթացնում են կենտրոնի ծրագրերին ու նաև կամավոր նախաձեռնություններին։ Գործում են նկարչական, երաժշտական, կինոսերների ակումբներ։ Մասիսի երիտասարդական կենտրոնը ինձ հնարավորություն տվեց, այստեղ համ ամրապնդում եմ իմ գիտելիքները, համ ինձ նման երեխաներին փորձում եմ սովորեցնել ֆրանսերեն։ Ինչ գործում է կենտրոնը, Մասիսում պարապ պատանի կամ երիտասարդ չես գտնի, գալիս են, հարստացնում գիտելիքները, կատարելագործում հմտությունները։ Երեխեք հնարավորություն ունեցան իրենց գիտելով ինչ գիտի, կարում է ցույց տալ զարգացման կենտրոնի։ Այսօր շատ մեծ բան արեց պարոն Ադիբեկյանը մեր քաղաքի մեջ։ Մասիսում Ադիբեկյան ընտանիքին բոլորն են ճանաչում։ Հենց նրանք ստեղծեցին քաղաքի զարգացման հիմնադրամն ու կառուցեցին այս շենքը, որը քաղաքի ռիթմիկ առօրյան կազմակերպելու առայժմ միակ հասցեն է։ Նոր խոշոր ծրագրի մեկնարկի հիշարժան պահերը Վիգենն է հավերժացնում։ Կամավոր է, եկել է Ֆրանկֆուրտից, երեխաներին գերմաներեն է սովորեցնում։ Հիասքանչ այդ կենտրոնում գերմաներեն եմ դասավանդում։ Տեսնում եմ, թե երիտասարդներն ինչ մեծ ցանկություն ունեն նոր բան սովորելու եւ բացահայտելու։ Նախ եկեղեցին, հետո էլ մյուս ծրագրերը, ուր որեշին տեխնիկան կսկսի գործը։ Ադիբեկյան ընտանիքի $2 միլիոն ներդրումով կառուցվում է սպորտային համալիր։ Ես ուրախ եմ, որ ես կարողանում եմ իմ փոքր ներդրում անեմ այս քաղաքի եւ երիտասարդների զարգացման գործում։ Նախագծում ամեն ինչ հաշվի է առնվել՝ մինի ֆուտբոլի, բասկետբոլի խաղադաշտեր, բացօթյա մարզահրապարակներ։ Մասիսը ավելի լավը դարձնելու երազանքի մասին ուղերձը համալիրի հիմքում են դնում հայտնի մարզիկները։ Հնարավորություն կընձեռնի ոչ միայն զբաղվել սպորտով, այլ նաև կդառնա Մաս քաղաքի բոլոր բնակիչների սիրելի վայրը, որտեղ նրանք կարող են անցկացնել իրենց հանգիստն ու ժամանցը։ Հանրապետության նախագահի մասնակցությամբ Արարատի մարզում այսօր տրվեց եւս մեկ խոշոր ու կարևոր ծրագրի մեկնարկը։ Հայկական գյուղատնտեսության համար սա երազանք է, որը իրականություն է դառնում տարիների քննարկումից հետո։ Վեդիի ջրամբարի նախագիծը պատրաստելիս կիրառվել է միջազգային ժամանակակից գիտական փորձը, ինչն էլ երաշխավորում է հիդրոտեխնիկական հսկա կառույցի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը։ Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը քննարկվում էր դեռ խորհրդային տարիներից, այն կլինի անկախ Հայաստանի պատմության մեջ զրոյից կառուցվող առաջին ջրամբարը։ Ջրամբարի իշխման տակ գտնվող 8 համայնքներում ոռոգվող հողատարածքները 6000 հեկտար ոռոգելի հողատարածքներում մենք ունենանք անխափան ոռոգման ջուր, ընդ որում 3500 հեկտար հողատարածքները ամբողջությամբ մեխանիկական ոռոգման եղանակից կանցնեն ինքնահոս եղանակի։ Հայաստանից դուրս հոսելու փոխարեն կուտակած ջրերը այգիներ կոռոգեն, թույլ տալով երկրում փակել 11 պոմպակայան, խնայել 19 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա։ Սա կլինի Վեդու ջրամբարի տնտեսական էֆեկտը։ 29.4 միլիոն խորանարդ մետր ջուր է լինելու եւ այդ դրանից ելնելով մենք կարողանալու ենք ոռոգել բավականաչափ մեծ տարածք։ 90 միլիոն եվրո արժեցող ծրագիրը նախատեսվում է ավարտել 2018 օգոստոսին։ Աշխատանքը բյուջեի հետ ֆինանսավորվելու է զարգացման ֆրանսիական գործակալության վարկից։ Կկառուցվեն նաև կապսի եւ մաստարայի ջրամբարները։ Միայն Վեդիի հաշվին 1200 հեկտարով կավելանան մշակովի հողատարածքները։ 25-30%-ով կնվազեն կորուստները, նաև Սևանից ջրբաց թողումը։ Սա դարի կառույց կհամարվի հետագայում։ Ուրցաձորում վստահ են, որ գյուղատնտեսական բումը դեռ առջևում է։ Ռաֆիկ Անդրեասյանը կատակում է, տարածաշրջանում նաև կլիման կփոխվի, կզովանա։ Հետագայում եւ Դիլիջանից եւ Ջերմուկից անցնելու է այս տարածքաշրջանը։ Մայա Խաչատրյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։